Հերթական սրացումը ԱՄՆ-Իրան հարաբերություններում, նոր թանկացումներ նավթի շուկայում, պայթյուններ առևտրային պահեստներում, աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են բախումներն ու ճգնաժամերը։ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրած Իսլամաբադի հուշագիրը գոյություն չունի և կասեցնում են այդ փաստաթղթով ամրագրված պարտավորությունները։ Նրա խոսքով Վաշինգտոնի գործողությունները թույլ չեն տալիս կյանքի կոչել հուշագրի դրույթները։ Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ժողովրդին, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները ապացուցում է իր խոստումներին հնարավոր չէ վստահել։ Մոջթաբա Խամենեին նշել է, որ արժեք չունի Թրամփի որևէ փաստաթղթի կամ համաձայնագրի տակ դրած ստորագրությունը։ Մենք և մեր դաշնակիցները կարևոր դաս ենք տվել Վաշինգտոնին ու զգուշացրել, եթե չդադարեցնի Իրանի դեմ հարձակումները, Թեհրանը կանցնի հարձակողական գործողությունների, հայտարարել է Խամենեին։ Գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել է նաև, որ Իրանը չի ընդունելու արտաքին ուժերից թելադրվող պայմաններն ու շարունակելու է առաջնորդվել սեփական շահերով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում Իրանի որոշումը ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին համաշխարհային նավթի գինը կտրուկ աճել է։ Brent նավի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 3,05%-ով, հասնելով 1 բարելի դիմաց $90,79։ Սա Brent-ի ամենաբարձր գինն է հունիսի 11-ից ի վեր։ Անցյալ շաբաթ Brent նավթի գինը բարձրացել է 15,9%-ով։ Գների բարձրացման հիմնական պատճառը ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումն է։ Նաև Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վտանգների աճը։ Վերջին օրերին ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մասին, իսկ Իրանը հարվածել է նավերին, որոնք իր պնդմամբ խախտել են նեղուցում նավարկության կանոնները։ Ուկրաինական անօդաչուները Ռուսաստանում Վայլդբերիզի 2 պահեստի են հարվածել, ինչի պատճառով մահացել է առնվազն 7, վնասվածքներ ստացել մոտ 50 մարդ։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ընկերության լոգիստիկ կենտրոնները ծառայել են ռազմական նպատակների համար, մասնավորապես դրանցում պահվել են անօդաչուների պահեստամասեր։ Սա պատասխան է Ռուսաստանին մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները մեր մարզերն ու մարդկանց թիրախ դարձնելու համար, ասել է Զելենսկին։ Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը հրապարակել են Եվրոպայի բանտերը և ազատազրկվածները 2025 թվականի զեկույցը, ըստ որի Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ազատազրկվածների թվով բանտերի գերբեռնվածությամբ։ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվել է 392,456 կալանավոր, այսինքն ամեն 100,000 բնակչի հաշվով այդ երկրում կա 458 բանտարկյալ։ Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Ադրբեջանը, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշ է համարվում 127 բանտարկյալը յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Արգենտինացիները զայրույթով են արձագանքել իրենց հավաքականի աշխարհի առաջնության եզրափակչում պարտությանը։ Բուենոս Այրեսում անկարգություններ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը քաղաքի կենտրոնում կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կարրի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։